Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening Business հաղորդաշարն է։ Ինչպես դուք քաջատեղյակ եք, Armenian Evening Business հաղորդման ընթացքում մենք հյուրընկալում ենք մարդկանց, ովքեր ծավալում են իրենց բիզնեսը, ովքեր նոր են փորձում այսպես գործունեություն ծավալել, ներկայացնում ենք այդ ամենը, մի խոսքով շատ հետաքրքիր հարցազրույցներ ենք ունենում։ Եվ սիրով ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին, դիզայներ, ոսկերիչ, Crossive Jewelry ընկերության հիմնադիր Ռոման Պետրոսյան։ Ռոման ջան, բարի երեկո։ Բարև ձեզ Արմեն ջան։ Ուրախ եմ շատ տեսնել քեզ մեր տեղավարում։ Դե բնականաբար դիզայներ, ոսկերիչ, այն էլ ես ուզում եմ Crossive Jewelry ընկերության հիմնադիր։ Դե բնականաբար խոսելու ենք երևի հիմնականում ոսկու մասին։ Այսօր ոսկե ձեռքեր ունի, ասեմ ձեզ սիրելի հեռուստադիտողներ Ռոմանը։ Ռոման ջան, նախ ինչից սկսվեց այդ ամենը։ Ես գիտեմ, որ 2004 թվականից արդեն դու ծավալեցիր գործունեություն, հա, կապված։ Այո։ Եվ հիմա արդեն քո սեփական ընկերություն ունես Crossive Jewelry։ Ես իհարկե ծանոթ եմ, այսպես այն գործերին, որ դու անում ես, բայց պարզապես նաև ուզում ենք անպայման մեր հեռուստադիտողները նույնպես տեղեկանան այդ ամենի մասին։ Խնդրում եմ մի քիչ մանրամասնես։ Այսինքն յուրահատկություն ինչու՞մ է կայանում, որովհետև այսպես դիտելով, տեսնելով այն, ինչ դու կարողանում ես ստեղծել, դա իրոք բառի բուն իմաստով գլուխգործոց է։ Դա թող չթվա։ Ուրեմն, սենց ասեմ, ես ավելի շատ կենտրոնացած եմ, որ բծախնդրությամբ իմ գործը անեմ, մանրակրկիտ եմ, որովհետև ես անում իմ գործը, այսինքն սենց բացատրեմ, համ ջանք եմ դնում, համ սեր եմ դնում իմ գործի մեջ, ես հաճույք եմ ստանում իմ գործից, որովհետև ես փոքր ժամանակից սիրել եմ, ասենք, սենց ինչ-որ բաների հետ, ասենք, կպցնեմ, պոկեմ, ինչ-որ մի բան, տենց ոնց որ զգացել եմ, որ էս է իմ ճանապարհը, կյանքում փորձել եմ, որ փոխեմ իմ ճանապարհը, բայց չի ստացվել, որովհետև էս անհանգստություն է գալի իմ վրա, ես որ մտածում եմ փոխեմ իմ աշխատանքը, զգում եմ, որ չէ, էս է իմ ճանապարհը ու ես շատ սիրով, շատ հաճույք եմ ստանում ես իմ աշխատանքից, ես երջանիկ եմ, որ այս բիզնեսի մեջ եմ ընդգրկվել ու փորձում եմ շարունակեմ նորամուծություններ անեմ, որ կարողանամ մարդկանց ուրախացնեմ իմ աշխատանքով, որ ամուսնանում են, օրինակի համար ես մտածում եմ նենց անեմ, որ իրանց համար շատ սիրուն լինի, հաճելի լինի, ճոխ լինի իրանց, ասենք, ամուսնության մատանիները կամ ինչ-որ ավարտական մատանիներ կամ ինչ-որ տարբեր, ասենք, ոճային բաներ, ես միշտ աշխատում եմ նենց անեմ, որ գեղեցկությունը պահպանվի, շքեղություն լինի մեջը։ Շատ լավ։ Եվ Ռոման ջան, ես կցանկանամ պարզապես նաև մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ ընկերությունը գտնվում է 607 South Hill Street, Los Angeles, այդ հասցեով է գտնվում, եւ հեռախոսահամարը քիչ ուշ անպայման կասենք, եւ հիմա արի պատկերացնենք մի իրավիճակ, որ ես, որպես հաճախորդ, կամ մի առիթ կա, կամ առիթ էլ չկա, հա, չէ՞ որ դու միայն առիթի համար չեն գալի, պարզապես մարդ կարող ինչ-որ մի գեղեցիկ բան։ Ես գալիս եմ լսելով իհարկե մեր հաղորդումը դիտելուց հետո ասում եմ, այ ես ուզում եմ անպայման Ռոմանին դիմեմ, որովհետև կարծում եմ ինչ հետաքրքիր մի գլուխ գործոց ես կունենամ։ Եվ գալիս եմ քեզ մոտ, ասում եմ Ռոման ջան, ես կխնդրեմ մի փոքրիկ, եթե ինչ խորհուրդ կտաս մի կնոջս, հա, այսպես, ուզում եմ մի գեղեցիկ նվեր անեմ։ Հայ ոնց է process-ը լինում, այսինքն դու առաջարկում ես տարբերակներ, թե սպասում ես, որ հաճախորդ ինչ-որ մի բան առաջարկի, արի մի քիչ ավելի մանրամասնենք այդ process-ը ոնց է տեղի ունենում։ Ես օրինակ կփորձեմ առաջարկեմ տարբերակներ, բայց իմ տարբերակները, եթե դուք ձեզ դուր չգա, ես ձեզ կօգնեմ, որ դուք թղթի վրա ինչ-որ մի բան գծեք, ինչ-որ ձեր միտքը, որը որ ձեր մտքի մեջ է, ասենք, որ պատկերացնում եք ինչ կարա լինի, ես կարամ այդ ամեն ինչը ոնց որ ավելի անենց դարձնեմ, որ տեսանելի լինի ձեր համար, պարտադիր չի դուք նկարիչ լինեք, որ կարողանաք ինչ-որ ինձի մի գաղափար փոխանցեք։ Դուք կարող եք ինչ-որ մի բան նկարել, որ ու պատմեք ինչ է նշանակությունը, ես կարամ այնքան փոփոխեմ, որ վերջում դառնա ձեր ուզածը, այդ է իմ նպատակը, որ ես կարողանամ ուրախացնեմ հաճախորդիս։ Շատ լավ, այսինքն տվյալ պարագայում հենց դիզայներ հասկացողությունը դրանում է կանը, որովհետև դուք ոչ միայն այսպես, հա, ոչ միայն Ռոման ջան, դու ոսկերչություն ես անում, այլ նաև այդ ամենի դիզայն ես անում։ Այո։ Իսկ եթե օրինակ, նու լինում են դեպքեր, որ մարդ ես օրինակ, այնուամենայնիվ այնինչ հաճախորդը առաջարկում է,
Գուցե քո այսպես քո արդեն պրոֆեսիոնալ աչքով տեսնում ես, որ այդքան էլ սիրուն չի լինի։ Դա համաձայնվում ես հաճախորդի, թե այնուամենայնիվ ասում ես, գիտեք, արիքեք ես ավելված ես ուրիշ բան առաջարկեմ։ Ես փորձում եմ հաճախորդին օգնեմ, որ ավելի ճիշտ բան ընտրի, ես չեմ փորձում վաճառեմ ու վերջանա։ Ես ուզում եմ այնց ոնց որ հաճախորդի համար գործը պատրաստեմ, որ ինքը մյուս անգամ էլ իմ մոտ այցելի, որ չասի ինքը այնքանա որ ծախեց, փողը աշխատեց, հաջողություն։ Ես ուզում եմ ոնց որ իմ հաճախորդը, իմ հիմնական հաճախորդները դառնում են ինձ ընկեր, ասենց ասեմ։ Շատ լավ։ Իսկ այ մի հատ կասես քո հիմնական կամ հաճախորդներդ, հա, ինչ տարիքային այսպես գոտում են, հա, այսինքն այդ թարգետը, որ տարիքային գոտում են հաճախորդները գտնվում քո ես։ Հիմնականում իմ հաճախորդները գտնվում են 30 տարեկանից վերև։ 30 տարեկանից բարձր, շատ լավ։ Իսկ տվյալ պարագայում օրինակ ես գիտեմ, որ դու նաև աշխատում ես ամերիկյան շուկայում, չէ՞, այսպես ամերիկյան։ Դա ոնց ստացվեց, որովհետև դա էլ իհարկե շատ գովելի է, որովհետև ոչ միայն փաստորեն հայկական շուկայում ես աշխատում Հայաստանյան, այլ նաև ամերիկյան, ամերիկացիներն են նույնպես դիմում։ Դա ոնց ստացվեց մուտքը դեպի ամերիկյան շուկա։ Ուրեմն ես որ եկա Ամերիկա 2013 թվականն էր։ Ես Հայաստանից այս գործի մեջ էի։ Արդեն դու, հա, Հայաստանից այս աշխատանքը ոնց որ կատարում էի, բայց այդքան պրոֆեսիոնալիզմս բարձրացած չէր Հայաստանում։ Եկա աշխատեցի տարբեր կամպանիաներում, երկու տեղ աշխատեցի, առաջի տեղը մի տարի աշխատեցի, հետո այն մյուս տեղը 3 տարի աշխատեցի, իրանք ինձ շատ օգնեցին, սովորացրեցին, ասենք, իրանց հմուտ վարպետները ինձ օգնեցին ու անգամ սա գովաշ չլինի, ես կարամ ասեմ, որ կամպանիայում ես աշխատեցի, իրանք ինձ սերտիֆիկեյտ տվեցին, որ ես իրանց մոտ ես ոնց որ տրեյնինգ անցա, ինձ տվեցին այդ արանքում ես արդեն անգլերեն էի սովորում, համ աշխատում էի, համ սովորում էի, համ ընտանիքս էի պահում ու այդ որտեղ որ ես վերջացրեցի, որ արդեն ես պատրաստ էի, ինքը ինձ ասեց, որ դու կարաս արդեն գնաս, որտեղ մենք պայման ենք կապել, որ ես 3 տարի կմնամ իր մոտ, ես խոսք տվեցի, որ կմնամ, ինքը ասեց, որ մնաս, քեզ կիսատ բաներ ունես Հայաստանում, որ ես քեզ կսովորացնեմ, ես էլ ազնվությամբ իրանց հետ աշխատեցի, մնացի ու ինքը ինձ վերջում տվեց այդ սերտիֆիկեյտը, արդեն ես որ ավարտեցի Glendale Community College-ը ESL դասեր էի վերցրել, որ ես ավարտեցի, զգացի, որ արդեն ես պատրաստ եմ, կարում եմ գոնե մի 25-30% կարում եմ անգլերեն խոսամ, ճիշտն ասած դպրոցից էլ Հայաստանից մնացել էր, բայց քիչ էր։ Որ այդ կամը արդեն իմ մոտ կատարվեց, զգացի, որ դե տեսնում եմ, որ ես սարքում եմ, իրանք ծախում են, արդեն ես մտածեցի, որ ես նենց անեմ, որ առնողը իմ մոտ գա, արդեն ես վաճառեմ ու առնողին էլ կարամ ասենք մի քիչ գինը ավելի հարմար տամ, որովհետև ես պատրաստողն եմ, այսինքն խանութը ինձ պատրաստում է, խանութը ինձ պատվիրում է, ես պատրաստում եմ, ինքը ոնց որ վաճառում է, մտածեցի, որ այտենց կարամ ոնց որ join լնեմ արդեն ես բիզնեսի մեջ, կարամ մտնեմ, մտածեցի ու այտենց սկսեցի ու ստացվեց Փառք Աստծուն, ոնց որ ինքը գնում է իր հունով, օրեկան լավանում է իմ մոտ, օրեկան ավելի դեպի լավին եմ գնում ու նպատակս իմ միշտ նպատակս է եղել դեպի առաջ, ես հետ չեմ գնում, ես միշտ առաջ եմ գնում, դա իմ նպատակը։ Շատ լավ, եւ այսպես իհարկե դա պետքա փաստորեն որոշակի առումով լինել համարձակ, քո համարձակությունն է, չէ՞ տեղի ունեցել, որովհետեւ դե գաղտնիք չէ, շուկան այնուամենայնիվ շուկան մեծ է, բայց նաեւ շատ են մարդիկ, ովքեր այս գործունեությունն են ծավալում եւ սիրելի հեռուստադիտողներ եւս մեկ անգամ որ պետք է լինել համարձակ, որովհետեւ մի շատ լավ ասացված կա, հա, տաշած քարը գետնին չի մնում եւ եթե իրոք լավ մասնագետ է, պրոֆեսիոնալ է, տվյալ պարագայում իհարկե Ռոմանով համարձակություն արեց եւ իր բիզնեսը արդեն շարունակեց եւ որպես ինքը աշխատելով այլ տարբեր ընկերություններում հիմնեց իր ընկերությունը Crossive Jewelry եւ շարունակում է իր գործունեությունը։ Դու խոսեցիր քիչ առաջ նաև ես ավելի քան համոզված եմ մեր հեռուստադիտողներն այդ հարցը կհուզի, կապված իհարկե որոշակի առումով գնային, հա, բնականաբար իհարկե ոսկի
դա ամեն ինչ ունի իր գինը, դրանում ոչ մի կասկած չկա, բայց այնուամենայնիվ ինքը համարվում է պրեմիում, հա, ավելի թե այնուամենայնիվ ես ուղղակի այդպես շատ տեղյակ չեմ, նաև ինձ էլ է հետաքրքիր օրինակ գնային քաղաքականությունը, լավ էսպես ասեմ։ Գնայինը սենց կարամ ձեզ բացատրեմ, որ ոսկին ինքը իր արժեք ունի։ Օրինակ 1 գրամը, ասենք այսօրվա դրությամբ, եթե 24 կարատը արժի 92-94 դոլար, ինքը անփոփոխ է, ես դրա մեջ չեմ կարա գինը փոխեմ, ես կարամ ոնց որ ինքը որ եկավ օրինակ իմ վրա գինը նստեց $1000, որ պետքա ես ավելացնեմ ինչ որ ասենք օֆիսային վարձ, մյուս այդտեղից զեղ, այդտեղից կարամ ես մի քիչ զեղ չանեմ, որտեղ ոսկին ես չեմ կարա զեղ չանեմ, դա անհնար է, դա ով որ աշխարհում ասի ես ոսկին զեղ չեմ անում, ինքը սուտ է խոսում, դա անհնարին բան է։ Ռոման ջան, ես ճիշտն ասած օրինակ դու նոր ասիր 24 կար, ես ճիշտն ասած մի քիչ հին մարդ եմ, իմ մոտ այն չերվոնը, նույնպես կարող է հին մարդիկ հիմա իմ մեջ դիտեն, այսինքն չերվոնը սիրելի հեռուստադիտողներ։ Ինչ որ գինն է, դա ես չեմ կարա փոխեմ, բայց որ դառնում է զարդ, այդտեղ կարողանում եմ փոխեմ։ Եւ հետո 75-ն է, չէ՞, կարծեմ 70-ն։ Կա 750 պրոբա, 585 պրոբա, դա հայկական կամ իտալականը 759-ն է, 585-ը Հայաստանում նույնն է։ Իսկ ինչի է օրինակ այստեղ փոխա 24 կարատ, այսինքն մենք ասում ենք չերվոն, այստեղ 24 կարատ։ Դե այստեղ հիմա ոնց է, ասենք, մեքենայի մայլեջը ոնց է։ Մայո, այստեղ կիլոմետրը, դա էլ տենց են, իրանք են որոշել, որ իրանց Ռոման ջան, եւս մեկ հարց, դու ասեցիր փաստորեն նաև ամերիկացիների հետ ես, ամերիկյան շուկա, իսկ որպես հաճախորդներ ինձ պարզապես հետաքրքիր է, մեր ամերիկացիները եւ հայերը, հա, մեր հայերը եւ ամերիկացիները տարբերվում են իրենց պահանջությամբ, գուցե կամ ավելի բծախնդրությամբ, թե ավելի հեշտ է մի խոսքով հայերի հետ ամերիկացիները։ Սենց բացատրեմ, մեր հայերը օրինակ իմ ոնց որ ես որ աշխատում եմ բծախնդրությամբ, ես միշտ բծախնդիր հաճախորդներ ունեմ, թե հայ, թե ամերիկացի, իմ համար արդեն ոնց որ տարբերություն չկա ազգությունը, իմ համար տարբերություն կա, որ իրար հետ կարողանանք համապատասխանենք ինքը ինչ ա ուզում, որ ես պատրաստ եմ։ Շատ լավ։ Դե սիրելի հեռուստադիտողներ, դեմ չես մի փոքրիկ մենք հիմա դիտենք տեսանյութ, ավելի այսպես մոտիկից, հա, տեսնենք Ռոմանի աշխատանքը, թե ինչպես է նա աշխատում եւ ընդամենը մի քանի րոպեից կվերադառնանք կրկին տաղավար, խնդրեմ դիտենք տեսանյութը։ Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, շատ հետաքրքիր տեսանյութ է Ռոման ջան եւ դիտելով տեսանյութից, այսպես աշխատանքը, առասարակ աշխատանքային գրաֆիկը ոնց է ամեն օր ես աշխատում, թե այսինքն ժամային ոնց է լինում, քան ժամ ես աշխատում օրվա ընթացքում։ Ես օրվա ընթացքում հիմնական իմ ժամերը 10:30-ից եմ սկսում աշխատելը, մինչև ժամը 6-ը արդեն ոնց որ պատրաստվում եմ, որ գնամ հասնեմ ընտանիքիս, աշխատում եմ 2 շաբթից ուրբաթ օրերը։ Ուրբաթ օրերը։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ հասցեն սիրելի հեռուստադիտողներ 607 South Hill Street, Los Angeles։ Ну, ավելի այսպես տարածվող լեզվով downtown-ում է գտնվում մի խոսքով համեցեք եւ նույնպես այդ ամենը իհարկե դուք տեղում այդ ամենը կտեսնեք
Ռոման ջան, իսկ օրինակ դե բնականաբար քո սեփական ընկերությունն է Crossive Jewelry, բայց օրինակ մարդ ես մի օր տրամադրություն չես ունենում գործան։ Լինում է այդպես, եւ թե այնուամենայնիվ, եթե գործը պետք է արվի, դու քեզ տրամադրում ես, որովհետեւ գիտես, ոսկերչությունը դա պարզապես արհեստ չի, դա մշակույթ է։ Հա, ավարվես դա մշակույթ է եւ ինքը շատ այսպես, հա, երբ որ այսպես մատկնում է սցենար կամ կոմպոզիտորի երաժշտություն է գրում, այդ մուսան պետք է գա, չէ՞, նույնը դա քեզ մոտ այդպես։ Լինում է այդպեսի թե այնուամենայնիվ Չէ, ոնց չի լինում։ Լինում է, բայց միշտ փորձում եմ, ասենք, եթե զգում եմ արդեն այնցա որ սպառվել եմ, մի ժամ ես հանգստանում եմ կամ դուրս կգամ ման գալու կամ կպարկեմ ինչ որ իմ սենյակում հա տեղ ունեմ պարկելու, հանգստյան սենյակ ունեմ, հանգստանում եմ, հետո նորից այնց կամանց սկսում եմ, բայց գալիս է էլի։ Ռոման ջան, մենք ճիշտն ասած սիրելի հեռուստադիտողներ, ինչ տեսանյութը նույնպես դիտում ենք, այստեղ ես նկատեցի մի հետաքրքիր շատ ես ուզում եմ անպայման սա ներկայացնենք, սա քո ձեռքի, հա, սխալ եմ, այսպես պիտի բացենք, չէ՞։ Ահա, այս կողմից։ Ոնց որ։ Ահա, ահա։ Ես ում անպայման տեսեք, թե ինչ հրաշալի, սա բայց ոսկի չի։ Չէ, սա արծաթա նմուշի վրա է, բայց ես խնդրեմ այսպես, ահա, ցույց տամ ձեզ, այսպես, ահա։ Տեսեք, ինչ սիրուն է, շատ սիրուն է։ Մի քիչ կասես, սա ինչու է արծաթ եւ ինչ է սա, ինչ խորհրդանիշ է սա։ Սա ուրեմն Սարմեն ջան, իմ լոգոտիպն է։ Ահա, որը որ մեջը այդ կլորի մեջը խաչ է։ Ահա։ Ինքը իմ բիզնես անունս որ Crossive եմ դրել, ինքը Cross-ը դե խաչ է նշանակում, IV-ն նշանակում է հռոմեական 4-ը։ 4։ Խաչի 4 անկյուններ է, այսինքն խաչը 4 հատ անկյուն ունի։ Դենց որոշել եմ, որ ես իմ խաչը բռնեմ ու գնամ առաջ։ Հետաքրքիր, շատ լավ, հրաշալի, շատ լավ եւ այդպես էլ գնում ես առաջ, արդեն փաստորեն 21 տարի առասարակ գործունեություն ես ծավալում եւ 12 տարի արդեն Միացյալ Նահանգներում։ 12 տարի Միացյալ Նահանգներում։ Իսկ իհարկե բիզնեսը կգնա այլ ավելի առաջ, ես դրանում ոչ մի կասկած չունեմ, իսկ հետո մտածում ես ավելի ինլայնվես, գուցե ինչ-որ մասնաճ, չէ՞։ Մտածում եմ, հա, ուզում եմ որ աշխատատեղեր բացեմ անգամ։ Հիմա անգամ պատրաստվում եմ, որ մարդիկ, որ ինձ դիմեն, անգամ կարողանամ սովորացնեմ, որ այնց մեկին գտնեմ, որ ինքը սիրի արհեստը, ոչ թե գումար աշխատելու միջոց, որ վաղը ուզենա փոխի, որ ինքը սիրի արհեստը, որ ինքը իմ հետ աշխատի, հետագայում ոնց որ ես իմ 21 տարվա, ասենք, փորձը կամանց սկսեմ ինչ-որ բաներ փոխանցեմ, որ այս գործը շարունակվի, չմնա օդի մեջ, էլի։ Ինքը որտեվ շարունակական բիզնես է, շարունակական աշխատանք է, որ մարդկանց պետքա ներկայացնենք։ Այո, եւ դու փաստորեն դու ինքդ քեզ սովորեցրել են ժամանակին եւ դու նույնպես այդ փորձը պետք է իհարկե արդեն նոր մարդկանց քո փորձով կիսվես։ Ես պարզապես ուզում եմ ասել, Ռոման ջան, տես, այս ոսկերիչները ինքը կոնկուրենցիան մեծ է շատ առհասարակ, դժվար է, չէ՞։ Իսկ լինում է, որ չեն կարողանում մարդիկ այնուամենայնիվ եւ փակում են։ Դուք տվյալ պարագայում տես, քեզ մոտ ամեն ինչ հաջողված է, գնում ես առաջ, բայց ոնց ես դիմակայում այդ կոնկուրենցիային, այսինքն ինչով գնային, թե ինչ որ ավելի որակյալ, հետաքրքիր, նորամուծություն, ինչն է, ինչ որակյալ եւ նորամուծություն։ Որակյալ եւ նորամուծություն։ Գինն էլ աշխատում եմ այնց գին տամ հաճախորդից, որ իրան գրպանին համապատասխան լինի, ասենք չեմ մտածում, որ այնց անեմ, այս մարդուց փող փոկեմ։ Մտածում եմ այնց տամ, որ ինքը իր տված գնից ինքը ուրախ մնա իր ապրանքը, որ վերցրել է, որտեվ շատ են հարցնում, ես որ առնեմ հետո ինչքան կարամ ծախեմ, ես մանրակրկիտ բացատրում եմ, որ այսօրվա դրությամբ այս օրինակի համար առար $100 ինքը արժեքը ընկնելու է, որտեվ այդտեղ ես արդեն աշխատանք եմ կատարել, նյութեր եմ օգտագործել, ռոդիում, որ սպիտակացնում է ոսկին, եւ այլ ինչ որ նյութեր եմ օգտագործել, դրանք արդեն ոնց որ կորցնելու ես, բայց ոսկին, որ ոսկի է, այսօր ոսկին օրինակ եթե դու վաճառես, ասենք գրամը լինի $40, դու ոսկին կվաճառես գրամը $40 կամ $35։
Պարզապես Ռոման ջան, ով է տենց գալիս ասում են, ինչքանով ծախեմ, ասա պետք չի ծախել, այդ մատանին որ առնում եք ամուսնության աղում եսօր տուն այդ ինձ երկար։ Չէ, շատերը կան որ ամուսնության չէ։ Շատերը կան ամուսնության չէ։ Մտածում են առնենք կթանկանա, հետո ծախենք։ Այտենց մարդիկ դա նաև այսինքն որպես ներդրում են ուզում անել։ Շատերը կան որ ասենք ցեպ են ուզում ինչ որ մեծ սարքեն, մտածում են որ տարիներում ոսկին ինքը իր արժեքը իր ամբողջ կյանքում ստեղծված ժամանակից միշտ առաջ է գնացել, չի փոխվել, միշտ բարձրանում է ինքը այսօրվա դրությամբ բարձրանում է ու էլի բարձրանալու է։ Ռոման ջան, արի մեր հերոստատիտողներին հիմա ասենք, օրինակ, դե բնականաբար առիթները հասկանալ է, ծննդյան տարի դարձա, հարսանիքը նշանդրեք եւ այլ։ Ինչ առիթներով կամ առասարակ ոչ առիթներով կարող են դիմել։ Ցանկացած, այսինքն պարզապես առանց առիթ կարող են դիմել պարզապես նվերների համար, հա։ Հա, ինչ որ ուզում են, ինչ իրանց մտքին գալիս է, որ օրինակի համար տեսնում են ինտերնետում ինքը, ասենք, բիժուտերիայից է պատրաստված, ասենք, օրինակ կարող է ինչ որ մի հատ թռչուն է, ասենք, թե թռչուն է ինչ որ վզնոցի վրա, ինքը նայում է, որ ինքը մտածում է ոսկուց ունենա, ինձ կարա դիմի, ես կարամ այդ թռչունը պատրաստեմ իր հենց ուզածը, նկարը ինքը ինձ ուղարկում է, ես արդեն պատրաստում եմ, ուղարկում եմ ինքը եթե հավանում է, հաճախորդը հենց հավանեց, ես նոր սկսում եմ արդեն պատրաստելը։ Ես նոր տեխնոլոգիաներով եմ աշխատում, անգամ ունեմ ինքը կոչվում է 3D printer։ Այս դա են նույն, տես փաստորեն diamond setting, special custom եւ այո, 3D printing։ Այն ինչ է դա։ Դա ուրեմն որ մենք 3D դիզայնը անում ենք, ինքը Matrix ծրագիր է կոչվում, մեկը Rhino ծրագիր գոյություն ունի, երկու ծրագրով աշխատում ենք, մենք ոնց որ գծագիրը պատրաստում ենք, արդեն այդ գծագիրը ոնց որ դառնում է ինքը արդեն visual, բայց ինքը ոնց որ համակարգչի մեջ է։ Հետո համակարգչից ես ուղարկում եմ printer-ի վրա, ժամանակին միջև այս printer-ը ձեռքով ենք պատրաստում այդ մոդելները։ Հիմա ինքը մոդելավորում ենք, արդեն դնում ենք մեքենայի վրա, մեքենան արդեն մոմից պատրաստում է այդ տվյալ ապրանքը, որը գծագրել ենք, ու արդեն դրանից հետո գնում է process-ը, որ դառնա ոսկի, ոսկուց հետո արդեն մյուս process-ները, որ վերջանա։ Օ, հասկանալ է։ Իսկ Ռոման ջան, ես պարզապես շատ էսպես չեմ, հա, տիրապետում այն ամենին, բայց գիտեմ, որ շատ մարդիկ, այսինքն ժամանակին ովքեր ունեին որոշ ոսկե, հա, ոսկե ինչ-որ զարդեր եւ այլ, բերում էին ոսկերիչների մոտ, ասում էին ուզում ենք այս ոսկեն հալացնենք, հա ինչ-որ մի բան սարքվի։ Դա հնարավոր է անել այսօր։ Հա, հնարավոր է, տվյալ, ասենք, ոսկին այսօրվա գնով հաշվում ենք, ինչ արժի, իր, ասենք, մատանին, որ ես պատրաստեցի, եղավ, ասենք, օրինակ գինը $1000, այդ իր ոսկին ինչքան ուներ, ասենք, ուներ 10 գրամ, 10 գրամը ես վերածում եմ արդեն դոլարի, իր ապրանքը ասում եմ օրինակ $1000 արժի, այդ 10 գրամը այսքան արժի, այդ մինուս եմ անում, տալիս եմ իրան։ Այսինքն իրանք ինչ, փաստորեն ինչ ցանկանում են, հա, մարդիկ, այսինքն հաճախորդները, դուք կարող եք դա անել եւ տալ։ Այո։ Ես պարզապես ինչ եմ դա հարցնում, որովհետեւ ես հիմա նկատում եմ քո ձեռքի վրա շատ հետաքրքիր այսպես Հա, ժամացույցը։ Ժամացույց է եւ որոշ այսպես շատ հետաքրքիր, սա ինչ է, էլի ոսկի։ Չէ, սա ես պատրաստել եմ էլի նմուշը, արծաթը, հա։ Օ, Այս մենակ եթե ես դեմ ունեմ, չես, հա։ մենք ցույց տանք։ Ես մենակ ես ունեմ հիմա այս պահին, վաճառքի չի։ Վաճառքի չի, բայց հիմա մեր հերոստատիտողները կտեսնեն եւ աչքից կգցեն, հա։ Եկեք սա ցուցադրենք, ահա, տեսեք փաստորեն, ինչ հետաքրքիր Բաճան ասեմ, հա, case, հա, երևի։ Case, ոնց որ iPhone-ի ժամացույցի case-ն է, Apple watch։ Ահա, տեսեք ինչ սիրուն է փաստորեն, ինչ տեսքով եւ շատ սիրուն է։ Այո։ Եվ սա դու ես հենց դու պատրաստել ես։ Հա, այդ process-ով պատրաստել ենք, դիզայնը արել ենք, արդեն դրանից հետո արծաթի վրա եմ պատրաստել ու քարերն եմ տեղադրել ու նաեւ ես ասեմ ձեզ, որ ես երկար տարի հայերենով պետք է ասեմ, քար գամելու մեջ եմ ես երկար տարի, diamond setter։ Իմ հիմնական քարը որ դրվում է, այսինքն բրիլան, հա, ես իմ սկիզբը սկսվել է այդտեղից, որ ես այս գործի մեջ ընդգրկվել եմ, սկզբից ես քարքամող եմ եղել, հիմա նաև անում եմ այդ ամեն ինչը, բայց իմ հիմնականը այդ իմ մասնագիտությունը քարքամելու վրա է։
կբացատրես այդ դեպքում քար քամելը, այսինքն մաքրել, հա։ Չէ, օրինակ որ ասենք հիմա այս ժամացույցը, որ ես պատրաստում եմ, ինքը այս քարերը չկա։ Ահա։ Այդ քարերը ես տեղադրում եմ, դրանք քար գամել ենք ասում, էլի, տենց մի։ Հասկանալի է։ Ռուսերենով էլ Զագրեբկա ենք ասում, Հասկանալի է, հասկացա։ ոնց որ ասում են տանենք Զագրեբչիկի Հասկացա, հասկանալի է։ Իսկ հիմա փաստորեն խոսեցինք, հա, ադամանների մասին։ Իսկ այդ ադամանտները էլի դու արվում եք, այսինքն աշխատանք չես անում։ Ադամանները ես չեմ կարող էտի անեմ, որովհետև էտի ուրիշ աշխարհ է։ Էտի արդեն ոնց որ պատրաստի գալիս է, զակազ եմ տալիս, բերում են ինձ։ Ես իմ մոտ չեմ վաճառում ադամանդը, ունեմ մարդիկ, որ շատ լավ գներով ինձ տալիս են, էլի։ Ռոման ջան, եւ պարզապես մեր հեռուստադիտողներին արի տեղեկացնենք, ես այստեղ տեսնում եմ երկու հեռախոսահամար 818-ով է, հա, հեռախոսահամարը։ Բնականաբար հիմա մեր հեռուստադիտողները ասում են, բա լավ, ինչպես դիմենք Ռոմանին, իհարկե հասցեն եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել 607 South Hill Street, Los Angeles, հեռախոսահամար 818 573 8800 եւ իհարկե Instagram-յան edge Crossive Jewelry անպայման կարող եք դիմել եւ նաեւ կայքը www.crossive.com այսինքն նույնպես այս ամենը կարող եք իհարկե իսկ դիմում են շատ այսպես Instagram-ի միջոցով կայքի մի թե ավելի շատ այսպես ինձ ճիշտն ասեմ ճանաչում են ոնց downtown-ում ահագին ոնց որ մարդիկ ինձ գիտեն, այտենց մեկը մյուսով է հիմնականը գալի, բայց հիմա փորձում եմ արդեն ինտերնետին անցնեմ, որ ինտերնետով էլ հաճախորդներ գան, որ նպատակը ինչն է, որ ավելի լայնացնեմ իմ բիզնեսը։ Հիմա ինձ ինչ որ ունեմ, այս բային շատ գոհ եմ, շնորհակալ եմ Աստծուց, բայց ուզում եմ փորձեմ ավելի առաջ, չեմ ուզում նույն տեղում մնալ։ Իհարկե։ Փառք Աստծուն, շատ լավ է հիմա իմ կյանքը, բայց ավելի լավին եմ ուզում գնալ։ Շատ ճիշտ ես։ Եվ եւս մեկ անգամ հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, այսինքն տվյալ պարագայում դիզայներ, ոսկերիչ Ռոման Պետրոսյան, Crossive Jewelry ընկերության հիմնադիր, եթե ցանկացած հարց կապված իդեպ ոսկե ասեցինք, իսկ Արծաթ ճիշտն ասած չեմ պատրաստում, Չես պատրաստում, բայց հազվադեպ լինում է դե համենայնպես սա հազվադեպ պատրաստում եմ, որ սենց ոնց ասեմ, զգում եմ այդ մարդը բյուջեի կարիք ունի, ուզում է ապրանքը ունենա, փորձում եմ օգնեմ։ Շատ լավ։ Դե մի խոսքով, այսինքն ոսկե ձեռքեր, բառի բուն իմաստով ոսկե ձեռքեր ունի Ռոմանը եւ եթե դուք նույնպես ուզում եք մի յուրահատուկ, մի ինքնատիպ ոսկե ինչ որ զարդ ունենաք, իհարկե այդ հարցով կարող եք անպայման դիմել Ռոմանին եւ կարծում եմ ավելի քան համոզված եմ, որ այդ ամենը կդառնա իրականություն։ Ռոման ջան, մի քիչ իհարկե խոսեցինք բիզնեսի մասին, նաեւ մի քիչ ուզում եմ խոսեմ իհարկե քորաշալի ընտանիքի մասին։ Եվ ինչպես են վերաբերում օրինակ երեխաները, որ հայրիկը առավոտից երեկո գործում է, աշխատանքի տեղն է եւ նու երեկոյան իհարկե հասնում ես տրամադրել ժամանակ, բայց այնուամենայնիվ Դե ես հիմնականում տունն էլ իմ գործիքները ունեմ, որ պետքա լինում, որ խոսք եմ տվել, չեմ հասցնում, հետը ստանում եմ տուն, ճիշտն ասած, տունն էլ եմ աշխատում ու երկու տղա ունեմ, մեծ տղաս շատ է հետաքրքրվում, ինքը ոնց որ ավելի շատ սիրում է Google-ում պոիսկներ ա տալի, պապա էս նայենք, այն նայենք, օրինակ այս լոգոտիպը հիմա ես դες բացատրեմ, այս լոգոտիպը տղայիս հետ ենք որոշել, էսի իմ առաջի հենց տղայի հետ։ Հա, տղաս նկարելու հետ Տեսեք, սա փաստորեն այն լոգոտիպն էր, որը դու նաև սարքել ես, հա։ Զարդ եմ դա։ Հա, սա փաստորեն խաչ, չէ, եւ 4 անկյունները cross եւ 4 cross-ի, ահա։ Այդ տղայիս հետ ենք գծագրել ու տենց դարձրեցինք, տեսա որ ես կարամ անեմ, որ մարդկանց միտքը կարամ դարձնեմ զարդ։ Ես կխնդրեմ, այո, դա մեր հեռուստադիտողները ահա տեսնել, ինչ հրաշալի։ Մի մասն է իհարկե այստեղ, այս կատալոգի մեջ, ահա տեսնում եք։ Շատ ունեմ մոդելներ, բայց սա իհարկե մի մասն է եւ այո լոգոտիպը հենց այս շատ հետաքրքիր, որ փաստորեն տեսնում եք Ռոմանը իր տղայի հետ է այս լոգոտիպը որոշել եւ դիզայնը։ Ու կարծում եմ, երբ տղան վաղը մյուսօր իհարկե հայրիկից էլ լավ ամեն ինչ կան։ Հնարավոր է։ Շատ լավ։ Ռոման ջան, դե ես իհարկե մաղթում եմ քեզ հաջողություն, ես կարծում եմ իրոք շատ տաղանդավոր
տաղանդավոր դու ոսկերիչ ես, տաղանդավոր դիզայներ, շատ լավ մարդ եւ գիտես կարող է մարդը լինի պրոֆեսիոնալ, իհարկե, դու պրոֆեսիոնալ ես, բայց դու նաեւ շատ լավ մարդ ես եւ կարող է եւ դա կարծում եմ նույնպես պետք է լինի յուրաքանչյուր պրոֆեսիոնալի մեջ այդ մարդ լինելը, որը եւ իր բիզնեսը տանում է առաջ եւ իհարկե քո այդ մարդկություն, մարդ լինելով դու կարողանում ես առաջ տանել քո բիզնեսը։ Այո։ Եվ եւս մեկ անգամ հիշեցնում եմ, սիրելի հեռուստադիտողներ, Crossive Jewelry, հասցեն 607 South Hill Street, Los Angeles, հեռախոսահամար 818 573 8800, Instagram-յան էջը Crossive Jewelry եւ իհարկե կայքը www.crossive.com Ցանկացած հարց, ցանկացած ոսկու հետ կապված լավ հետաքրքիր ինքնատիպ յուրահատուկ զարդ ունենալու համար իհարկե պետք է դիմել այս ընկերություն Crossive Jewelry, Ռոման Պետրոսյանը, կարծում եմ անպայման համոզված եմ ձեր երազանքը կդարձնի իրականություն։ Ռոման ջան, դե եւս մեկ անգամ շնորհակալ եմ քեզ եւ մաղթում եմ իհարկե հաջողություն քո բիզնեսում եւ ես ավելի քան համոզված եմ, որ մոտ ապագայում մենք անպայման դեռ կլսենք, որ Crossive Jewelry-ն բացել է հերթական մասնաճյուղը, օրինակ որտեղ ես մտածում ես, երևի Glendale։ Դե downtown-ից պետքա սկսես, որ տեղափոխվես Glendale, որտեղ հիմնական ոսկու կենտրոնը downtown-ն է, արդեն ես ընդ մեծ կապեր ունեմ, կամաց ճիշտ ասած մտածում եմ, որ արդեն իմ խանութը ունենամ, որ արդեն ապրանքները իմ պատրաստ լինի։ Հիմա ճիշտ ասած դե ինձ նկար են ուղարկում եւ ես on-line եմ փորձում անեմ custom order-ը։ Ես պատրաստի ապրանք հիմա չեմ ուզում ներդրում անեմ, որտեվ ինքը շատ մեծ գումար է պետք։ Կամաց քարի վրա դնալով գնանք առաջ։ Շատ լավ։ Եղավ Ռոման ջան, դե շնորհակալ եմ քեզ եւ մաղթում եմ հաջողություն։ Սիրելի հեռուստադիտողներ, Armenian Evening Business հաղորդաշարներ AMJ հեռուստաընկերության եթերում, եթե դուք ունեք բիզնես եւ ցանկանում եք, որպեսզի անպայման նրա մասին իմանան շատ եւ շատ մարդիկ, ապա դիմեք եւ մենք նույնպես կօգնենք ձեզ այդ հարցում եւ կաջակցենք։ Առայժմ այսքանը։